Հայտնություն 17-րդ գլուխ։ Եվ եկավ 7 գավաթներ ունեցող 7 հրեշտակներից մեկը, խոսեց ինձ հետ և ասաց. Արի, քեզ ցույց պիտի տամ դատաստանն այն մեծ պոռնիկի, որ նստում է շատ ջրերի վրա։ Նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ նրա պոռնկության գինուց հարբեցին երկրի բնակիչները։ Եվ հոգին ինձ վրա եկավ, ու հրեշտակն առավ տարավ ինձ անապատ։ Եվ տեսա մի կին, որ նստած էր 7 գլխանի ու 10 եղջյուրանի կարմիր գազանի վրա, որի մարմինը ծածկված էր հայհոյալից գրություններով։ Գազանը, որ տեսա, 7 գլուխ ուներ և 10 եղջյուր։ Կինը հագել էր ծիրանի ու կարմիր հագուստ զարդարված ոսկով, մարգարիտով և թանկագին քարերով։ Նա իր ձեռքին բռնել էր ոսկե բաժակ, որը լի էր նրա գարշելի և անմաքուր պոռնկությամբ։ Եվ նրա ճակատին կար գրված խորհրդավոր մի անուն՝ Մեծ Բաբելոն, մայր երկրի պոռնիկների և գարշելիների։ Տեսա այդ կնոջը, արփած սրբերի և Հիսուսի բոլոր վկաների արյունից։ Տեսա ու մեծապես զարմացա։ Հրեշտակն ինձ ասաց. Ինչի վրա զարմացար։ Ես քեզ կասեմ խորհուրդը կնոջ և նրան կրող այդ գազանի, որ ունի 7 գլուխ և 10 եղջյուր։ Եվ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլևս չկա, պատրաստ է ելնելու անդունդից դեպի կորուստ գնալու համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր բնակվում են երկրի վրա, և որոնց անունները գրված չեն կյանքի գրքում աշխարհի սկզբից ի վեր, պիտի զարմանան գազանի վրա, որը կար ու չկա, բայց վերստին գալու է։ Այստեղ է իմաստությունը, որ միտք ունի։ 7 գլուխները 7 լեռներն են, որոնց վրա նստել էր կինը։ Նրանք 7 թագավորներն են։ Նրանցից 5-ն ընկան, մեկն ապրեց, իսկ մեկն էլ դեռ չի եկել։ Երբ գա, պետք է, որ մի կարճ ժամանակ մնա։ Եվ այն գազանը, որ կար ու չկա, նա 8-րդ թագավորն է, բայց այն 7-ից մեկն է և դեպի կորուստ է գնալու։ Եվ այն 10 եղջյուրները, որ տեսար, 10 թագավորներն են, որոնք դեռևս թագավորություն չեն ստացել, բայց կստանան և մի ժամով իշխան կլինեն ու իշխանություն կստանան գազանի հետ։ Սրանք միակարծիք են, իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին։ Եվ պատերազմելու են գառան դեմ և գառը նրանց հաղթելու է, քանի որ նա տերն է տերերի և թագավորը թագավորների, և ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ։ Հրեշտակը շարունակում էր խոսել ինձ հետ. Եվ այն ջրերը, որ տեսար, և որտեղ նստած էր պոռնիկը, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։ Եվ գազանի 10 եղջյուրները, որ տեսար, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի մերկացնեն և ուտեն նրա մարմինը, և այրեն նրան կրակով։ Քանի որ Աստված այս բանը դրեց նրանց սրտում, որ նրանք լինեն միակամ ու միախորհուրդ, և թագավորությունը տան գազանին, մինչև կատարվի Աստծու խոսքը։ Եվ այն կինը, որին տեսար, երկրի վրա իշխող թագավորների մեծ քաղաքն է։